հայտարարությունների մեջ հստակ է դիրքորոշումը իրացնող պաշտպանության նախարարությանը, որ հրադադարի ռեժիմի որևէ խախտում չպետք է լինի, մենք գնում ենք խաղաղության ճանապարհով, այլ ոչ թե պատերազմ, այսինքն եթե ադրբեջանական կողմը ոչ թե չպետք է լինի, չէ, ոչ թե չպետք է լինի, վարչապետը նշել է, որ որևէ նման բան չկա, վարչապետը նշել է, որ Հայաստանը շարունակում է աշխատել խաղաղության օրակարգի ուղղությամբ, պաշտպանության նախարարությունը հանձնարարական ունի կայունություն պահպանելու։ Դուք հարցը լրիվ այլ ուղղությամբ եք տանում։ Բնականաբար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է։ Այդտեղ որևէ հարց չկա։ Պատերազմի վտանգ տեսնում եք։ Ոչ թե նստենք նայենք, ես ասացի, որ պաշտպանության նախարարությունը իրականացնելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանություն։ Այդքան եթե հարձակվեն մենք ինչ ենք անելու։ Բնականաբար եթե հարձակվեն պաշտպանելու ենք Հայաստանի Հանրապետության տարածքը։ Պարոն Գրիգորյան, կա որևէ հիմա քննարկում Երևանի եւ Բաքվի միջեւ պայմանագիրը ստորագրելու վերաբերյալ եւ եթե կա ում միջեւ է ընթանում այդ քննարկումները եւ գործընկերոջս հարցին չպատասխանեցիք պայմանագրի եւ համաձայնագրի տարբերությունը վերջով ո՞րն է, ինչու է նախնում պայմանագիր հետո դարձած Ես չեմ հասկանում այդ հարցի բնույթը, այսինքն ինչն է տարբերությունը դրանց որոշակի տեսակի միջով տարբերություն իսկ պայմանագրի եւ համաձայնագրի միջեւ ինչ տարբերություն կա։ Իրավաբանական տարբերություն չկա դրանց։ Կա որևէ տարբերություն դրանց միջեւ։ Պայմանագիրը ավելի պարտադրող ուժ ունի, համաձայնագիրը մի քիչ ավելի խորհրդանշական։ Ես այս քննարկման իմաստը չեմ, անկեղծ ասած չեմ հասկանում, իսկ փորձեմ ճշտել մի հատ հասկանալու համար թե ինչ ձեր խնդրում եմ քանի որ ձեր գործընկերները տարբեր հարցեր տվեցին, որ խնդրեմ ձեր հարցը ես մեկ անգամ։ Արդյոք այս պահին Երևանի եւ Բաքվի միջև քննարկում խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ թե ոչ, բանակցություն է կան թե ոչ, եթե Բնականաբար Հայաստանը աշխատում է եւ դա ավելի շատ հրապարակային դուք տեսնում եք, որ Հայաստանը շարունակում է առաջ մղի խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը, այսինքն տեքստը այլևս համաձայնեցված է եւ մնում է ստոպությունը, այսքանը եւ վերջին եւ խնդրում եմ վերջին հարցը եւ վերջին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից խաղաղության պայմանագրի ստորագրումը այդ հարցին բազմաթիվ անգամ տարբեր մակարդակով անդրադարձել ենք դելիմիտացիայի շրջանակներում այդ հարցը հասցեագրվելու է։ Եթե պատրաստ եք ստորագրել, ինչու՞ չի հրապարակում այդ համաձայնագիր գծիկ պայմանագիրը, պարոն Գրիգորյան, որ ժողովուրդը իմանա ինչ է ստորագրում Փաշինյանը։ Ինչու է ժողովրդից տակում պահվում ստորագրելուց առաջ թող հրապարակի։ Նախ կցանկանայի նշել, որ եթե ուշադիր հետևեք հրապարակային ամբողջ քննարկումներին, խաղաղության պայմանագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն հանրության հետ կիսել եք։ Ես հասկանում եմ, խնդրում եմ, սպասեք։ Քանի որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ ամբողջ գործընթացի վերաբերյալ հրապարակային կիսվել են, ես հասկանում եմ, որ հանրային հետաքրքրություն կա պայմանագիրը ավելի մանրամասն իմանալու համար, բայց հաշվի առնելով, որ դեռևս օրի եւ տեղի մասով համաձայնություն չունենք, շարունակում ենք աշխատել, երբ որ լինի հրապարակային նաեւ տեքստը կներկայացնենք հապաղման ադրբեջանական կողմից ոչ թե հապաղման ավելի շատ դիվանագիտական մոտեցում է հարցին եւ քանի որ հրապարակային ենք եղել բանակցային ամբողջ գործընթաց կիսվել ենք հանրության հետ, ապա ես որևէ խնդիր չեմ տեսնում այդ։ Ուղիղ կապ չկա Գրիգորյան, Երևանը կոնկրետ տեղ առաջարկել է ադրբեջանական կողմից։ Կոնկրետ տեղ չէ, բայց Հայաստանը պատրաստ է քննարկելու, տեղը համաձայնեցնելու ադրբեջանական կողմի հետ, դրանք պետք է գիտեք ոնց խաղաղության պայմանագիրը կարծում եմ եթե ստորագրենք ինչ որ մի բալանսավորված տարբերակով կստորագրենք դա քննարկելու հարց է այսքանը շնորհակալություն